Պատահական չէ, որ հայերի էթնիկ միակերպությունը արդեն հարձակումների է ենթարկվում թուրք և թուրքամետ հեղինակների կողմից։ Օրինակ, հայտնի թուրք կեղծարար պատմաբան Քյամուրան Գուրունը գրում է, թե հայերը որևէ հին և նոր հայերը որևէ նմանություն չունեն։ Նրան ձայնակցում է մեկ այլ հայտնի ազգությամբ հայ, բայց ոչ իրականում հայ հեղինակ, տխրահարճակ Ռոնալդ Սյունին, որը այսպես է գրում հայերի գենետիկայի մասին։ Գուցե, գրում է Սյունին, կան գենետիկ կապեր այդ հին ժողովրդի և այսօր խորհրդային Հայաստանում ապրող ոմանց միջև, սակայն ապրած լինելով արևելք-արևմուտք միգրացիաների, ներխուժումների, զավթումների և դաժան բնաջնջումների անկայուն տարածաշրջանում, արդի հայերը ավելի շատ էթնիկ միախառնումների արդյունք են, քան ուրարտուի կենսաբանական մաքրարյուն ժառանգներ։ Դարերը ստիպեցին մեզ տարածվել։ Տարածվեցինք, բայց մնացինք ճանաչելի, թեկուզ շատ հեռվից ու շատ տարիներ անց։ Ժամանակը չազդեց մեր էթնիկ միատարրության ու ինքնատիպության վրա։ Մենք պահպանեցինք մեր գենոտիպը։ Հայ ժողովրդի անօրինակ կենսունակությունը հազարամյակների միջով անցնելու, այդ աղետները դիմագրավելու և մինչև մեր օրերը հասնելու պատմական փաստը կարիք ունի լուրջ գիտական հետազոտությունների հասկանալու համար այդ ֆենոմենը և ոչ խոհանոցային զրույցների միջոցով պարզելու համար, թե ինչ է իրականում թաքնված այս առեղծված մի շարք պատճառներ են նպաստել պատմական, սոցիալական, դավանական հանգամանքներ են նպաստել հայ ժողովրդի այս կենսունակությանը։ Դրանցից մեկն էլ հենց հայոց գենետիկան է։ Այսինքն, հայերը հազարամյակներ շարունակ ապրել են բավական հայտնի սոցիալական կենսաբանական մի երևույթ, որը կոչվում է փաստական էնդոգամիա, այսինքն խառն ամուսնությունները հայերի միջավայրում կազմել են խիստ աննշան տոկոս։ Այդպես է եղել և անցյալում, և նույնիսկ խորհրդային միության տարիներին, երբ բոլոր խորհրդային հանրապետություններից ամենաքիչ խառն ամուսնությունները գրանցվում էին Հայաստանում, մոտավորապես 5-6%, մինչդեռ համեմատելու դեպքում կարելի է նկատել, որ Լատվիայում մոտ 50%-ի էր հասնում այդ թիվը, Ուկրաինայում մոտ 40%-ի։ Արմենոյի տիպի խոր հնությունը և լայն տարածումը առաջավոր Ասիայի և հարավային Եվրոպայի տարածքներում խոսում է այն մասին, որ այդ մարդաբանական տիպը դոմինանտ գերիշխող է եղել այդ տարածքներում և անդրինացին, այսինքն առաջնային է եղել հայկական լեռնաշխարհում։ Տարբեր մարդաբաններ, տարբեր ազգերի պատկանող մարդաբաններ զբաղվել են արմենոյի տիպի ուսումնասիրման հարցով, որովհետև այդ տիպի գենեզիսի հարցը, ծագումնաբանության հարցը ի վերջո հանգեցրել է բոլոր առաջավորասիական հնագույն մշակույթների ու ժողովուրդների ծագման հարցին։ Դարեր շարունակ հայերը մեծ թվերով ձուլվել են այլ օտար ազգերի մեջ։ Եվ լեհերի, և ռուսների, և օսմանցի թուրքերի, և պարսիկների, և նույնիսկ վրացիների մեջ։ Սակայն հայերը իրենց մեջ չեն ձուլել այլ էթնոսների
ներկայացուցիչների մի այնպիսի նշանակալից թիվ, որը կարող էր գենետիկ զգալի որակափոխությունների առիթ տալ։ 1927 թվականին լույս է տեսել Վալերիան Բունակի «Կրանիա Արմենիկա» հայկական գանգ աշխատությունը, որտեղ նա ուսումնասիրելով սրբապատկերային նյութը, Սևանի ավազանից պեղված բրոնզեդարյան նյութը եւ ժամանակակից հայերի գանգաբանական նյութը, որը նա ինքը իր ձեռքով հավաքել է Դերձորի անապատից, այսինքն Լիղեռնի զոհերի գանգերը, բոլորը համեմատելով իրար հետ նա հանգել է այն եզրակացությանը, որ արմենոիդ տիպը առաջացել է այնքան վաղ դարաշրջաններում, որ նույնիսկ հասանելի չէ ուսումնասիրողին։ Էնցիկլոպեդիա Բրիտանիկայում օրինակ, ահա այսպես են նկարագրված հայերը։ Հայերն ունեն շատ բնորոշ եւ միատեսակ դիմագծեր, նրանք բարձրահասակ են ու թուխ, նրանց աչքերը մեծ են, քիթը երկար, բավական բարակ, ուղիղ կամ թեթևակիորեն արծվային, հաճախ ծայրին թեքված։ Նրանք չափազանց կարճագլուխ են, հայկական տիպիկ գլուխը կարճ է, այն ուղղագծորեն բարձրանում է վզից վերև, այնպես որ գանգն ընդունում է կոնուսաձև տեսք։ Հետաքրքիր է, որ ճիշտ նման նույնատիպ դիմագծեր կարելի է տեսնել նաև մեր թվարկությունից առաջ հայկական կտրված հայկական դրամների վրա եւ Տիգրան Մեծի դիմագծերն են այդպիսին եւ Արտաշես երկրորդինը եւ Արտավազդ երկրորդինը։ Բացի դրանից հայերը ուսումնասիրվում են մեր ժամանակներում թե օդոնտոլոգիայի ատամնաբանության բնագավառում, թե դերմատոգլիֆիկայի, այսինքն ձեռնամաշկի գծանկարների բնագավառում, թե ուսումնասիրվում են հայերի արյան խմբերը բժիշկների կողմից։ Բացի դրանից ուսումնասիրվել են գանգի վրա հավելյալ ոսկրերը, որոնք նույնպես խիստ ժառանգական միտումնավորություն են ցույց տալիս, եւ ուսումնասիրելով այդ հավելյալ ոսկրերը եւ համեմատելով ժամանակակից հայերին կարճաղբյուրի, աղմուկի, շիրակավանի եւ այլ ուրեմն տարածքներից պեղված գանգանյութի հետ, օգտագործելով մի հատուկ մեթոդ, որը կոչվում է ժառանգական հեռավորությունների մեթոդ, պոպուլյացիոն գենետիկայում դա ընդունված մեթոդ է, նույնպես ցույց է տրվել, թե ինչքան մոտ են իրար հայկական թե տարածքային եւ թե ժամանակագրական տարբեր խմբերը։ Փաստորեն ոչ մի տարամիտում, ոչ մի տարբերակում չի նկատվում այդ հատկանիշների բնագավառում հայերին ուսումնասիրելիս։